Բարև ձեզ։ Հələ mən para verim։ Kimsin mazeri imkanasınız? Arap Destansı kanun ve hukuk. Մեզակով պարոն Ծառուկյան, սիրելի և հարազատ վարդենիստիներ, այս օրերին մենք եղել ենք Հայաստանի տարբեր մարզերում ու համայնքներում, ամենուր պարոն Ծառուկյանին և մեր թիմին դիմավորել են ջերմ ու անկեղծությամբ։ Գեղարքունիքի մարզը ևս բացառություն չէ, ինչի համար սրտանց շնորհակալ ենք ձեզ։ Մեր նախընտրական ծրագիրը սովորական խոստումների հավաքածու չէ, այն ստեղծել է հենց ձեր մտահոգությունների, խնդիրների լուծման, ձեր առաջարկների հիման վրա։ Այդ պատճառով էլ այն կոչվում է առաջարկ Հայաստանին։ Սա մեր բոլորի պատկերացումն է այն Հայաստանի մասին, որտեղ ուզում ենք ապրել։ Մեր ծրագրային դրույթներում կարևոր տեղ ենք հատկացված տարածքային համաչափ զարգացման խնդրին։ Մենք ձեզ հետ միասին բազմաթիվ հանդիպումների և զրույցների մեջ հասկացանք, որ տարածքային համաչափ զարգացումը հետևյալ կերպ պետք է առաջարկվի։ Առավել ևս սահմանամերձ համայնքներում։ Մենք միասին առաջարկում ենք վերանայել անձնագրային բաժանմունքների, կադաստրի տարածքային ստորաբաժանումների, դիաերձարանի, զինկոմիսարիատի և մյուս կարևոր ծառայությունների խոշորացման ծրագրերը, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն տասնյակ կիլոմետրեր անցնել կամ ժամերով հերթերում սպասել, ամենապարզ պետական ծառայություններից օգտվելու համար։ Հատկապես այն պայմաններում, երբ շատ համայնքներում նույնիսկ միջհամայնքային տրանսպորտ չի գործում։ Մենք առաջարկում ենք տարածքային համաչափ զարգացման խնդիրները լուծելու հետ կապված սահմանամերձ համայնքներում, ինչու՞ չէ հարկային արտոնությունների միջոցով խթանել ներդրումները, որպեսզի գյուղերում սահմանամերձ մարդիկ ունենան աշխատանք և չլքեն իրենց բնակավայրերը, իրենց ծննդավայրերը, քանի որ մենք գտնում ենք, որ սահմանների ամրությունն ու անվտանգությունը կախված է նաև գյուղերում ապրող արարող մեր հզոր ժողովրդից։ Մեր թիմի համար առաջնային է միասնական ուժերով ու համերաշխությամբ իրական լուծումներ տալ մարդկանց խնդիրներին։ Մենք տեսնում ենք, թե որքան ենք հոգնել բաժանարար գծերից, պառակտող խոսքերից ու կեղծ խոստումներից։ Ժամանակն է միավորվելու համուխ խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հայաստանին։ Սիրելի ներկաներ, խոսքս չեմ ուզում երկարացնել, որտեղ հասկանում եմ, որ անամբեր սպասում եք պարոն Ծառուկյանի ելույթին, բայց մի կարևոր բան եմ ուզում նշել։ Միայն ուզում եմ հիշեցնել,
որ 2020 թվականի պատերազմից հետո եւ հատկապես 2022 թվականի մեր տարածաշրջանի վրա երկօրյա հարձակումներից հետո երբ շատերս հուսահատված էինք, դուք այստեղ ներկաները կփաստեք, մեր աչքի առաջ գյուղերն ու քաղաքները դատարկվում էին։ Բայց Գագիկ Ծառուկյանը այն միակ մարդն էր, որ միլիարդավոր գումարների ներդրում կատարեց սահմանամերձ Վարդենիսում։ Չեմ սխալվի, եթե ասեմ, մինչև այժմ միակ մարդը։ Ստեղծելով սառնարային տնտեսություններ եւ աշխատատեղեր, որպեսզի մարդիկ չվախենան, չլքեն իրենց գյուղերը, աշխատելու հնարավորություն ունենան եւ վստահ լինեն, եթե Ծառուկյանը ներդրում է արել, ուրեմն ապահովենք։ Ուստի, սիրելի վարդենիստիներ, հունիսի 7-ին մեր ձայնը տանք այն քաղաքական ուժին, որը մարդկանց մեջ վստահության, անվտանգության եւ ապահովության զգացում է առաջացնում։ Եվ ուրեմն, հունիսի 7-ին ընտրում ենք հունիսի 7-ին համար 7-ին հունիսի 7-ին հունիսի 7-ին շնորհակալություն։ Հարգելի սիրելի վարդենիստներ, հիսը դեր բոլորի ողջունում։ Շնորհակալ եմ ձեր մտության համար։ Ինչ որ ասում եմ, իմացեք անկեղծ, պարզ իրականություն եմ ասում ձեզ։ Ու ինչ որ ասում եմ, իմացածներին տեր եմ։ Հենց այնպես չի կարող պատահի, որ ինչ որ բառեր ասեմ, որ դա չկարողանանք իրականացնել։ Այն եմ ասում, որ մի բան ավել կարող ենք անել։ Միայն պետք է ճիշտ հետևել, կապ չունի կուսակցական պատկանելություն, ճիշտ մարդկան, ճիշտ տեղում, ճիշտ ոլորտում պետք է դրվի, որ ամեն ինչ կայանա։ Մարդիկ պետք է հասկանան, տիրապետեն, դատարկ չխոսեն, մարդկանց մասին մտածեն, այլ ոչ թե նախարարություններ փակեն, գյուղ նախարարություն փակեն։ Հիմնական խնդիրը Ժողովուրդ ջան, ուսումնասիրել ենք, տեսել ենք, շփվել ենք, գիտեք ինչ անջատեցին արդեն։ Ամենակարևորը ասեմ տեղյակ են, գիտեն ինչա պետք, պատրաստ ենք անելու, ունենք լավ թիմ, ունենք լավ ծրագիր, ունենք ցանկություն մեր ժողովրդին այս վիճակից հանելով։ Սուտ ասելը դա արդեն փեշակ է դարել ժողովուրդ։ Խաղաղություն ենք բերել մեր ժողովրդի համար, ու առանց ծրագրի ման են գալի, ներկայացնում են, հետներ մի 6 ավտոբուս տանելով կամ հետ պարտադրելով, որով չկա գործից կա, այ ժողովուրդ ջան, դուք ինչ մարդ կա, դուք տեղակ պայեք, մարդիկ վախում են գան, գործից անեն, վրեն ատգրեն, երեխուն են, ծավը տանես, հետ երկիր կարաբարին չինեն։ Ասելու բան ունենք, հելեք ներկացեք, մի հատ նշան են սարկեն, քարտես, դուք կպցնելու, հա ինչ էտ նոր ենք հայտնաբեր է Հայաստանը, մասնատելով, բաժանելով, այսօր ամբողջ ասենք թե տարածաշրջանի վարդությունների վրա, ադրբեջանցիները բազաներ են սարքում, իրենք զորքերը նակետերը դրել են, մտել են մեր հողերը, հետ չի գնում, գյուղացին չի կարող, իրա տարածքը գնա մշակի, ասում են խաղաղություն ենք բերել, խաղաղություն բերել են Ժողովուրդ ջան, էլի եմ ասել, թող ցույց տան թուղթը, ստորագրած, փեչակած իրա եւ Ալևի, որ այսօրվանից խաղաղությունն է, ոչ թե մեկ իրավունք չունի, ոչ սահման խախտելու, ոչ կրակելու։ Ես էլ ասեմ ապրեք, ճիշտ եք ասում։ Ժողովուրդ ջան, սա բանավոր պայմանավորվածություն է, հիմնական խնդիրը Ադրբեջանի ախորժակը շատ մեծ է, որ այսօր ասում են Սևանը Ադրբեջանին է, անունն էլ Գոչա է, Երևանն էլ Երևան է, այսօր նորից ինքը հունիսի 18-ից 19-ը Նախիջևանում այդ ծրագիրն է իրականացնում, որ կարողանա Ադրբեջան ստեղծի։ Մենք պետք է կարողանանք միասնական լինենք, ճիշտ ընտրություն կատարենք, որ մենք նույն Ղարաբաղի ճակատագին չհասկանանանք ժողովուրդ։ Բոլոր խնդիրը ծրագիրը գիտենք, պատրաստ ենք։ Այսօր ինչ որ ես ասում եմ, թող որից է մեկը հակադարձի, ասի դա անհնար է, հնարավոր չի, անհնարի ոչ մի բան չկա։ Այսօր ժողովուրդը պարկի տակ, վարկի տակ, ռայոններում խեղճացած պատերի տակ նստած, չեն կարողանում ոչ աշխատել, ոչ աշխատատեղ կա, ոչ մշակելու բան կա, ոչ մի բան, այլ մարդիկ հետ քիչ-քիչ երթափելով գնում են, դպրոցները դադարում են,
ասում եմ մեր տղյակները դպրոցներն են, դպրոց են կառուցել, 8 տարի 290 դպրոց են կառուցել, որից ասեն չէ, 3 հարատից 59 են կառուցել, որից 26-ը կառուցած է եղել, են էլ ես դերը կառուցում են եղել պակասել են, այս տարի 230 դպրոց փակվում է, այս որ 59-ը կառուցած է, որ 230 փակվում է, ինչի համար է, եկել են գյուղերը, վերի գետաշեն, մարդ ուզում է իր տղու համար տուն կառուցել, ասում է պետք է 1 միլիոն վճարես, որ քողի մեջ տուն կառուցես, այդ է վտանեմ, սահմանամեջ մոտի է, մարդ իր տղուն ուզում ամուսնացի տուն կառուցել, փոխանակասի մի կառուցելու համար, որ տուն ես կառուցում, 1 միլիոն էլ պետություն իր կողմից է տալի, դա սահման պայելն է Ժողովյան, դադարկելով մենք հազում ենք իքսկյան ադրբեջանցիներին, հələ պետք է ասի ուզում է կառուցի, իրան էլ եմ տրամադրում 1 միլիոն, թողան տուն կառուցեն, սահման ամուր լինի, ոչ թե 1 միլիոն պետք է տաս, են է սահմանի վրա, որ դու լիարժեք կարողանաս քու երեխայի համար տուն կառուցել։ Գյուղնախարարությունը պետք է վերականգնի, գյուղնախարարությունը պարտավոր է մարդկանց գյուղերում բնակողներին հիմնական իր հողի չափսով գումար տրամադրի։ 100% գումար տա։ Ես նորից եմ ասում, Ժողովուրդ, ես ոչ թե բաներ եմ ձեզ ասում, որ ոնց կլինի։ Ես ասեմ խաղաղորդների հետ, որ մենք ունենք կոնյակ գործարան, խաղաղորդների հետ մենք գարնանը 2-3 միլիոն դոլարի տրամադրում են դեղորյակ, պարարտանու, չպալ, թողնում ենք աշտանը բերքավակի բերյալներ, թողնում ենք գյուղնախարարությունը, ժողովրդին իր հեկտարի չափով, ինչ ես ստանում, արկես 500,000, արկես 300,000, կցանես, կհավաքես հեկտարին, կհացանես, հավաքես աշտանը պետք փողոց վճարի, 100%, որ մարդը գոնե կարողանա իր աշխատանքի արդյունքը, կարողանա իր տունը պահի, Ժորժան, առանց դրան աննալը։ Այսօր իմաստեղ հավաքվածներ կամ ամբողջ Հայաստանը ունի 650,000 ընտանիք, 2,450,000 վարկառու։ Չեմ ասեմ վարկը գործի մեջ են դրել, բիզնես են դրել, ուտակվել է տնտեսական ճգնաժամ, համաճարակ, կորոնավիրուս պատերազմ։ Մարդիկ ապրել են, գոյատևել են, վարկեր ա կուտակվել, պետությունը այսօր 15 միլիարդ պատկ ունի, թող այդ պատկ, 1 միլիարդ 100 միլիոն էլ ավելացնի, 2,200,000 մարդի վարկերը փակի իր կողմից, վարկը թող 1 միլիարդ ավելանա, բայց այս մարդկանց շայչի մեջից կանի Ժողովուրդ, որ մարդիկ գոնե իմանան ապրում են, կարողանում են իրենց տունը պահել, իրենց վաստակատը չտանեն վարկի տոկոս փակել։ Առողջապահության խնդիրը Ժողովուրդ, 700 միլիոն դոլար բյուջեում գումար է նախատեսած, չենք ասում է գումար չկա, չենք կարող ճիշտ օգտագործել, նպատակային, որտեղ են պետք պատվել, ով է կարող պետք պատվերից օգտվել, գնում ես ասում է միամցից արի, միամցից գնում, ասում ես հետ չկա, կամ ասում է հիվանդությունը Ժողովուրդ, պետք պատվերի մեջ չկա, այս հատտանեմ, 10 մարզա, քանի քաղաք, քաղաքներում այդ հիվանդանոցները, այդ գումարները դին, աշխատողներին էլ ամեն մեկին $1000 տալիս է, հələ կազմա 30 միլիոն, որ մոտարապես 30 հիվանդանոց աշխատողին էլ $1000 գումար տար։ 100 միլիոն էլ թող սարքավորում աղնի, 100 միլիոն էլ դեղորյակ տողարն, 100 միլիոն էլ գույքար, հոսանք ծասը տողան, 350 հələ դեղ 350 միլիոն էլ մնում է, որ կայլա ճիշտ կազմակերպել մարդիկ գող գնան մարդավարին, արգալից, իր բուժումը ստանա գա Ժողովյան, ինչ որ ասում եմ իրական ավ, ոչ մեկ չի կարա հակաճարել։ Ես նույնց եմ ասում, փաստացի դոկումենտալ եմ ասում, այսօր առաջնային պետք կա, որ մեր ծրագրում կա, առողջապահությունը, կրթությունը անվճար պետք է լինի, մարդիկ իրենց մարդ պետք է զգան, երեխան ընդունվեց, պետք է գնա սովորի, առանց ասենք թե վճարելու, որտեղ չեն պատկերացնում, չեն հասկանում, եթե մարդը ստանում է 200,000, կինը 120, 320,000, այդ տուն պայես, կերակրես, հացնես, կոմունալ վճարես, թե տանես երեխամար 800,000 վճարես, չես կարող վճարես, քո կյանքից գնում է, տանջվում ես, որ դու տանիք կազմեցին, չես կարող վերևում ուսման հարցով ապահովես, սխալ եմ ասում, թե ճիշտ եմ ասում, հիմա Ժողովուրդ, ձեզնից, ստեղ, քանի տոկոսն է վարկի տակ, խնդրում եմ ասեք, էլի, քանի տոկոս։ Այ Ժողովուրդ, ասում եմ ձեզ, հնարավորություն տվեք, առաջին նիստի որոշումը, որ վարկերը անմիջապես
որ մինչև 3 միլիոն ներում է շնորհվում։ Առողջապահությունը կրթությունը անվճար է լինում։ Գյուղնախարարությունը վերականգնում է, որ անպայման այդ խնդիրները պետք է կարգավորի։ Խոշոր ծրագրեր 2 հատ պետք է 3 հատ կարգավորի, խոշոր ծրագիր։ Այսօր 50 հատ գործաներ կառուցեն։ Դա ժողովրդին չի ապահովում, ճիշտ հասկացեք։ Ամեն գործանում թող աշխատեն 120 հոգի։ Դա ամբողջ ժողովրդին համար պետք է խոշոր ծրագիր, ներդրումային ծրագիր, ժողովուրդ։ Ես անհատ մարդ կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը, որ ասենք թե մենք այերով ասելու բան ունենք աշխարհին։ Այսօր մենք պարտվել ենք, կորցրել ենք, քեչացած, դուսներ մեր հայությունը էլ ասելու բան չունի, չգիտի ինչ ասի։ Բայց այսօր քայլ եմ կատարել, Աստծու կամոք, եսի մոտ չէ, պրոստը իմ մեջ մտցրեց, որ մենք այսօր աշխարհի առաջի քրիստոնեացն ենք ու կառուցում եմ կարճ ժամանակում, սաղ աշխարհը գիտի, սաղ աշխարհը, այդ 17-ին Կաննում կինոֆեստիվալ էր, ամբողջ աշխարհի աստղերը, մեծ առուց մարդիկ կինո ընդեղ են ռեժիսորները, տպել են ժուրնալ, ասենք թե այսքան փոքրիկ պետություն Քրիստոսի արձանով է, ժուրնալի աբրոշկայի վրա Քրիստոսի արձանով, այսքան փոքրիկ պետություն սենց մեծ ամբիցիոն ժողովուրդ, որ չափից մեծ ծրագիր են բնացրել, որ մենք կարողանանք աշխարհին ցույց տանք, որ տուրիզմը զարգանա, ժողովուրդ, տուրիզմը այսօր ոսկու հանք է, որ տուրիզմը եկավ 10 օրով, 5 օրով, Սևան էլ է գալու, Գյումրի էլ է գնալու, Գերմուտ էլ է գնալու, ու պատկերացրեք, եթե մի տուրիստ է, ժողովուրդ, ես մենք խոսեմ, որ դուք ինձ հասկանաք, $5,000 գրպանը պետք է լինի, չէ որ գնա 7 օր մնա, պետք է ուրանոց մնա ծախսանի, 20 միլիոն գա, դա անում է 100 միլիարդ, բյուջեն 5 միլիարդ է, 100 միլիարդ, տարեկան քու երկիրը փող մտնել, այդ սաղ օգտվել են, գյուղացիներ, քաղաքացիներ, տաքսիստներ, փոքր ու միջին բիզնես, որ մարդիկ իրենց ընտանիքներով, ոտի քարը քարին դնեն, մի բան ստեղծեն, տուրիստին ինչ է հետաքրքրում, այնպես որ սպասեք լավ փոփոխությունների, հավատացեք, որ ամենից լավ է լինելու, դուք քիչ չենեք, խոշոր ծրագրեր ա պետք, տեսել եմ, որ այդ ծևի շարժ կա, ոչ թե տակ-տակ խոսում եմ, ժողովուրդ, հասարակ բան, ովն եք ծանոթ, Աբովյանի համակների կողի գյուղերում, հողը առաջ $500 է, 1000 մետրը, հիմա 60-70 հազար չկա, մարդիկ արդեն գալիս են, շարժը կալը, չի բացվել, բացվելու դեպքում, ասեմ, տուրիստները գալու են, զարգանալու է, բոլորդ էլ գործ եք ունենալու, բոլորդ էլ հարստանալու եք, տեսնելով այդ քիչ շարժ կա, ժողովուրդ, կազմակերպել են, որ նոյատապանել կառուցեն մյուս հարիտակ, թող մի 2 միլիոն դրա համար կա, մարդը, նորդ է, որ այդ տակ խոսում են, հասկա, մի հատ լասեք ինչ է կարել, խնդրում եմ, մի հատ ցույց տվեք էլի, ես նույնց եմ ասում, կուսակցական պատկանությունը կապ չունի, մարդ, այ մեջ կուսակցը իրենց հավատան, մեկ այս երկում ենք ապրում, իր ընտանիքը ստեղ ապրում, իր ուզած ինչ է, խաղաղություն լինի, բարեկեցություն լինի, ապահով լինի, մարդը գործ ունենա, բարեկեցիկ աշխատի իր տունը երջանիկ պես, հոմար ուրիշ բան չի ուզում, ես նույնց եմ ասում, կուսակցականները կապ չունեն, գնացել են, մենք ընդհանուր ազգովի պետք է մտածել, ով կարա դա անի, նա պետք է անի, այսօր մարդիկ վախում են, իրոք ես այս բան կյանքում չի եղել պատմության մեջ, դիմում գրի դուրս արի, չեմ գրում, ոչ եմ անպայման պետք է գրես, կամ խանութի վրա ակ գրեն, կամ ցավացնեն, կամ տանեն զորահավաքների, ցավը տանեմ, արդեն ամեն ինչի վերջը եկել է, զորով չես կարա պահես, դա անհնար է, ես ասում եմ եւ կարամ գրեմ ստորագրեմ, ժողովուրդ ջան, այսօր ձեր մեծամասնությունը գնում է Ռուսաստան, աշխատանք չկա, տնից տեղից կդրված գնա գումար բերի, ճիշտ է թե ոչ։ Գնում եք, հիմա տեսնում եք, ասեք դեպ պահվածքը, որ սազականա, որ մենք Ռուսաստան հետ թշնամանանք, ուզում եք մի հատ հասկանանք։ Բայց այսօր ստիպում է, որ Ռուսաստան հետ թշնամանան, խես թշնամանում, եթե մարդը 1000 տարվա ասեք թե պատմություն կա, գայլակատար, բանակցի, քննարկի, եթե լավ առաջարկ ունես ուրիշ բան, չի կարելի,
Այսօր արդեն մարդիկ իրենց մշակած ապրանքները չեն կարողանում տանել, չեն կարող վաճառել։ Դեռ իրենց աշխատողներին գումարներ տալիս են, բայց այդ սեփականատերը վարկավ է գալի, ծախսալ է, կլուպնիկացան է, վարունկա, պամիդորա, ծաղիկա, փակել են, կոնյակա, որ չեն կարողանեն, ինչ են անելու, Եվրոպայում են վաճառելու։ Դուք իրակալի կյանքում փորձել են մի մեքենա Եվրոպա արտահանել, վաճառեն նորացեն, հաստացի բան ասեմ, Ժողովուրդ, Վրաստանը քայլ կատարեց, հետո ինչ արեց, նորից հետ եկավ նա չէի կարողան ոչ իրենց մանդարինը, ոչ իրենց գինի Եվրոպայում ծախեն։ Ես ուզում եմ ասել, որ մենք պետք է հասկանանք, գիտակցենք, որոշում կայացնենք, ճիշտ ընտրություն կատարենք, բարձրաձայն մի ասենք, դե ցավը տանենք, գիտեմ, այնա կատարում, որ ասենք, թե ասենք չենք գնալու ընտրության, կամ գնալու ենք ձեզ ենք ընտրելու, բայց գնանք հոգու կամ քո ցանկության քույրը ապագայի համար ով կարանի, ով կարա իր կյանքում արել է, կառուցել է, սարքել է, մտածել է, զարգացել է, ծաղկացել է, նրան էլ պետք է տաս ու պահանջես։ Ես ժողովուրդ նորից եմ ասում, ինչ որ ասում է, հավատացեք, մի բան էլ ավել անելու է, բոլոր մարզերում բան եմ գալի, տեսնում ժողովրդին, քեջ ու կրակ, նեղված, խղճացած, պատկիտակ, վարկիտակ, չգիտի ինչ անի։ Ժողովուրդ ջան, աննարին ոչինչ չկա, ձեզ հավատացեք, աննարին բան չկա, պետք է ճիշտ մարդ, ճիշտ եղող, փորձ ունեցող, արդյունք ցույց տվող, կազմակերպող, որը կարողանա կազմակերպի, կարողանում է պարգևատրի։ Այսօր վերցնում են օրը մեջ պարգևատրումներ, ես կողմ եմ պարգևատրման, բայց արդարացի պարգևատրման, ոչ թե մենակ ասենք թե նախարարներին, չգիտեմ, պատգամավորներին կողմը տան, այլ պետք է տան հավասարաչափ։ Տալիս ես, դուր տվյալ ոլորտին 100% պարգևա, մի աշխատավարձի չափով, թող բոլորն էլ ուրախանան, դասուցիչը ստանում է 120,000, նախարարին 18 միլիոն պարգևատրում, ինչ ճիշտ հասկացեք, մեր պարգևատրումը պարտադիր է, որ նախարարի հաշվին ու ինչ դեպք չունեն, բայց պետք է ճիշտ աշխատել, իրենց պետք է դնեն դիմացինի տեղը ժողովուրդ։ Այսօր ասում եմ ձեզ, որոշողը դուք եք, ընտրողը դուք եք, ձեր ցավը տանեմ, գնում եք ընտրության, որոշում եք, տեսնում եք, գյուղով իրար հետ քննարկեք, չէ, գյուղով քննարկեք, հետո կանգնորնեք, գործ ունեք։ Գնացեք ընտրության, ընտրեք ձեր երեխայի, ձեր վաղվա ապագայի համար, ում ցանկանում եք, ում վստահում եք, ես ձեր ծառուկանն եմ, ընտրեք ձեր ցավը տանեմ, չեք ընտրի ձեր ցավը տանեմ, ոչ կորոշեք, Հիմաց, հատեպեից թոքան հաղթան պատասխանեմ, իրենց սավը տանեմ, ես ու չեմ կուսան։ Ես իրենց շատ լավ եմ ընդունում, շատ չեն քննադատելու բան է, եթե ընդունեք տեղին եք ընդունեմ, եթե չէ, եթե հարցեր ունեն պատրաստ։ Հիմա այսօր մեր սահմանի բարձունքների վրա ադրբեջանցիները կան, թե չկան ժողովուրդ։ Մեր զամտած հողերի մեջ նստած են, ճիշտ ընդդեմ ու գնալով իրենց ամրապնդում են, բետոնապատում են, հզորացնում են, ճիշտ ընդդեմ նրանց ուզածը նորից եմ ասում, արևմտյան Ադրբեջան ստեղծելն են, Ալիևը վրեժելություն ժողովուրդ, այդ 30 տարվա նրանց խայտարակությունից հետո նրանք վրեժ են ուզում լուծել, մենք պետք է քայլ կատարենք, առաջել էին ասում ժողովուրդ, որ Արցախը Հայաստանն ու վերջ, ասում են մենք եկել ենք հող ազնելու, մենք հող ազնողի նման ենք որ ազնենք, հետո չեկայում հայտարեցին, որ ասեն թե Արցախը Ադրբեջան ու վերջ, հիմա նույն է, եթե սենց իրենք ընտրվեցին, նորից եմ ասում, 3 ամիսա, 6 ամիսա, արդեն ասում են, Սևանը, Գյոչյա և վերջ, ու բրծավ, իրենք նպատակը սա, նույն Ալիև ասում է, որ ես գալ եմ, ինչ որտը գալ է բնակվի, տանկերով չեն գալու, ավտոբուսներով են գալու, բայց երբ որ հանկարծ նեղացեցինք, զորք են բերել, ասում հատեր պետքա զորքը բերենք այնտեղ։ Մեր իշխանությունը ասում է 300,000-ի պատմություն չկա։ Ես ասում եմ բոլորին, իրանց էլ 2025 թվական դեկտեմբերին Ալիևի ելույթը նայեք, ասեք ես այդ պայմանավորվածը ձեր ասածն է։ Ժորժ ջան, հիմա էլ հնարավոր է ամեն ինչ
հետ բերելու, պահելու, կազմակերպելու միասնական ճիշտ դաշնակիցների հետ, ճիշտ պայմանավորվածություն, մենք խնդիր չունենք Ռուսաստան հարևմոտ, մենք խնդիր ունենք բոլոր այդ հարաբերությունները պահելու, զարգացնելու, մենք պետք է թշնամանանք, թշնամացանք Ջորջան, հիմա ասում է, եթե մեր հետ չես, մեր թշնամիների հետ Հայաստանը, ձեր ցավը հիմա գնանք Ռուսաստան կարող է չթողնել, գան ասում եմ, քեզ չեմ լավություն անում, ոնց Եվրոպային եմ տալի, նույնը քեզ եմ տալու։ Ինչ ճիշտ հասկացեք, ես ձեզ նորից եմ ասում, քիչ է մնացել, ճիշտ ընտրություն արեք եկեղեցի կառուցողի քանդողի միջև, երկիր կառուցողի շինացողի, երկիր քանդողի արիվերի միջև։ Եթե հարցեր ունեք, պատասխանեմ, չունեք, հեսա հարց, թե չէ գնում եմ հանդիպում, ժողովուրդը սպասում է, ես խնդրում եմ, որ բոլորին տեղյակ պահեք, գյուղերը, որը կան, հնարավոր չի բոլոր տեղ հանդիպել, իմ ցանկությունը, որ հանդիպեմ, աչքերին նայեմ, ասեմ, որ տեղյակ եմ, գիտեմ, պատրաստ ենք լուծելու, ես իմ գրպանից չեմ ծախսելու, բարեգործությամբ, երկիր չես կառուցի ժողովուրդ, այդ բյուջեի եղած գումարը ճիշտ նպատակային, ոնց որ քուսեկական գումար ես ասում, որ մարդիկ զգան, իրենց մասին մտածող կա, եւ գումարը նպատակային ծախսում է, եւ տարբերություն չես դնում ժողովրդի ոլորտների մեջ, այդ բոլորի հասանելի է եւ ընկալելի է, լսում եմ ասեկած։ Հեսա մի վարկյան թողասի։ Mənə կեմոնում իսկի խմելի ջուրել չունեմ, ոչ մի բան չունեմ։ Գույնի ջան, դե դարձել այսօր չեն են չեզնում, հոցավը տանեմ, հիմա որ քեզ օգնեմ, լսի, հենց հիմա, համ քեզ կպրնեն, համին, անը գալի որ ինձ բրնեն, ընտրա կաշար կամարեն, դասին կաշար կեմ տվե, որ վարդենիսի ինձ ձերն է, ասել է։ Մենք վարդենիսիներս ուրախ ենք ձեր գալու կապակցությամբ, դուք շատ բան եք արել մեր ժողովրդի համար, ոչ միայն Վարդենիսի, ամբողջ հայ ազգի համար։ Մարդիկ կան, որ ասում են շահ եք հետապնդել, դրա համար արել եք։ Ոչ, շահ եք հետապնդել, դրա համար եք արել եք ամեն ինչը, բարեգործություն եւ այլն։ Ես կարծում եմ, որ դա սխալ է։ Ես օրինակ գիտեմ Լարսի ճանապարհի լայնացումը, որ դուք մեծ աշխատանք եք կատարել, չգիտեմ ինչքան եք ծախսել ընկերություն, ինչքան եք ծախսել գումար եւ այլն, մեքենաների բաց թողման անցողությունը լայնացել եք, որը չեք ասել։ Պատասխանեմ։ Ուրեմն ես լավ ընկերություն ունեմ Ռուսաստանում, եւ քաղաքացիական մեջ, եւ տնտեսության մեջ, եւ մարզաշխարհում, որ մեր վարորդները դիմում էին, օրեկան ասում էր 600 ավտո Լարսի միջոցով, պետությունն էլ ալսում։ Ես ինձ դիմել եմ, ես իմ ընկերներին եմ դիմել, Ուսուկովիչին եմ դիմել, Կալաշնիկովին եմ դիմել, Վալոդինին եմ դիմել, գրվել է 3 միլիարդ ռուբլի տրամադրել են, հիմա որ պատրաստ է Լարսով ասում է 1600 մեքենա, ցանկացած լուծելի է, պետք է ճիշտ մոտեցում, կազմակերպել դիմել, մարդիկ են պատրաստել են։ Դա համար ձեզ ասում եմ, չլուծվող խնդիր չկա, Ժորժ ջան, այսօր հիմնական հարցը, այդ որ ասում են հիմնական արել են, բարեգործություն, դա իմ հոգու խղճի համստյան, բարեգործության եղբայր, երկիր չես կառուցի։ Դու կարաս քո համար, որ քո ժողովրդի համար, որ որոշ տոկոս հատկացնում ես, ժողովրդին ես տրամադրում։ Այսօր պետք է ճիշտ ղեկավարում, ճիշտ կառավարում, ճիշտ հարաբերություններ աշխարհի հետ, կարողանա զարգացնել քո ժողովրդը բարեկեցիկ ապրի։ Դեմքերին շփիտ լինի, դե չէ բարեգործությամբ այսօր արեցին, երկիր չի զարգանա։ Աշխատող ժողովուրդ ունենք, ստեղծող ժողովուրդ ունենք։ Ես ասեմ իմ գործընկերն եկել էր կեմպինգու սեփականատերը, 5 օր Հայաստանը ման ա եկել, Վարդենիսով, Ջերմուկով, Դիլիջանով, Գյումրիով, Ջերմուկով, ասում է ծառուկա Վրաստանը ձեր 10%-ը չունի, տուրիզմը դա պատրաստի ոսկու հանք է։ Դուք չեք կարողանում ճիշտ կազմակերպել, պատրաստի առաջ շարժարանքի, մարդիկ գալիս են փողերը ծախսեն, միայն ճիշտ կազմակերպել, որ մարդիկ կան, տենան, ծանոթանան գնան։ Մենք պետք է հիմնական տուրիզմը զարգացնելու վրա դնել։ Եկավ մի տուրիստ, $5,000 գումար է ծախսել։ Ասում 20 միլիոն, 30 եկա, 150 միլիարդ, գունը 5 միլիարդ է, այդ սա մնալ է մեր երկրում։
բյուջեն է գումար լինելու, գումարը կան շատ է լինելու, որ իմանան որն է ծախսել։ Պետք է ասենք հիմնական մարդը փորձ ունենա։ Կազմը, ամբողջ կազմը փորձ չունեն, 50 տարեկան ոչ մի տեղ չեն աշխատել, քարին դրած չկան, այսօր միայն մեծ դադար խոսան, մարդկաց վիրավորեն, դերի մեջ մտեն։ Այսօր մարդ չի վիրավորում, այլ կարողանում է բացատրի, դիմացին է հասկանալով ներողություն տալու։ Սա է բարձունքը, սա է կլասը, ձեր ցավը տանեմ, ձեր բոլորի ցանկանում եմ լավ դրամատուրգ, դուխով հույսով, որ լավ